Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ ռուսական հարվածների հետևանքով միայն Կիևում առանց էլեկտրաէներգիայի է մնացել 1 միլիոնից ավելի մարդ։ Քաղաքապետ Վիտալի Կլիչկոն էլ հայտարարել է, որ էլեկտրաէներգիայի ջրամատակարարման եւ ջեռուցման անջատումների պատճառով Կիևը հումանիտար աղետի շեմին է։ Նրա խոսքով 600,000 մարդ լքել է մայրաքաղաքը։ Իրավիճակն ավելի է բարդացնում ծայրահեղ ցուրտ եղանակը։ Ռուսաստանի ՊՆՆ-ն հայտնում է, որ գիշերը ՀՕՊ համակարգը խոցել է ուկրաինական 75 ԱԹՍ։ Թիրախում են եղել Կրասնոդարի երկրամասը, Օրիոլի, Ռոստովի, Աստրախանի եւ այլ մարզեր։ Տեղեկություններ կան, որ Ադիգեայում վիրավորվել է 11 մարդ, այդ թվում 2 երեխա։ Ըստ տեղական իշխանության բնակելի կառույցներում հրդեհներ են բռնկվել, վնասվել են մեքենաներ։ Օրիոլի շրջանում էլ վնասվել են էներգետիկ ենթակառուցվածքներ, էլեկտրաէներգիայի եւ ջրամատակարարման խափանումներ են եղել։ Դավոսում միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում հանդիպել են Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների նախագահների հատուկ ներկայացուցիչները Կիրիլ Դմիտրիևը, Սթիվեն Ուիտկոֆը եւ Ջարեդ Քուշները։ Բանակցությունները տևել են ավելի քան 2 ժամ փակ ձևաչափով։ Հանդիպումից հետո Ուիտկոֆը դրական է որակել բանակցությունները, Դմիտրիևն էլ դրանք անվանել է կառուցողական։ Ավելի ու ավելի շատ մարդիկ են գիտակցում, որ Մոսկվայի դիրքորոշումը ճիշտ էր, հավելել է Կրեմլի ներկայացուցիչը։ Կողմերը չեն բացահայտել հանդիպման օրակարգը, սակայն ենթադրվում է, որ քննարկվել են ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հեռանկարը եւ խաղաղության ամերիկյան ծրագիրը։ Ուկրաինայում իրավիճակին է անդրադարձել Դոնալդ Թրամփը, նա մտահոգություն է հայտնել, որ պատերազմը չի հաջողվում դադարեցնել։ Երբ Ռուսաստանը պատրաստ է, Ուկրաինան պատրաստ չէ, երբ Ուկրաինան է պատրաստ չէ Ռուսաստանը, իսկ նրանք ամսական 25,000 մարդ են կորցնում, ընդգծել է Սպիտակ տան ղեկավարը։ Դոնալդ Թրամփը տեղեկացրել է, որ լավ հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահի հետ, այլ մանրամասներ ԱՄՆ նախագահը չի հայտնել։ Ըստ թուրքական կողմի հաղորդագրության Էրդողանը եւ Թրամփը քննարկել են Սիրիայում եւ Գազայի հատվածում զարգացումները։ Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ Արաբական Հանրապետության միասնությունն ու տարածքային ամբողջականությունը կարևոր են Անկարայի համար։ Օրակարգում է եղել նաեւ Իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարը։ Էրդողանը կարևորել է Գազայի հատվածում խաղաղությունը, շնորհակալություն հայտնել Թրամփին իրեն խաղաղության խորհրդի կազմ հրավիրելու համար։ Սիրիայում իրավիճակին, մասնավորապես քրդերի հարցին, Դոնալդ Թրամփն անդրադարձել է նաև Սպիտակ տանը մամուլի ասուլիսում։ Նա նշել է, որ սիրում է քրդերին, իսկ ամերիկյան կողմը նրան շատ է օգնել։ Մենք փորձում ենք պաշտպանել նրանց, Սիրիայի նախագահ Աշշարանել է շատ աշխատում, հավելել է Թրամփը։ Հունվարի 20-ի երեկոյան Իսպանիայում կրկին երկաթուղային վթար է եղել։ Կատալոնիայում Բարսելոնայից մոտ 50 կիլոմետր հեռավորության վրա ռելսերից դուրս է եկել գնացքներից մեկը։ Իսպանական ԶԼՄ-ների տվյալով գնացքը բախվել է հենապատին, որը փլուզվել էր սողանքի պատճառով, որն էլ ըստ երևույթին առաջացել էր վերջին օրերի տեղատարապ անձրևների հետևանքով։ Զոհվել է գնացքավարը, եւս 37 մարդ տուժել է։ Սա վերջին մի քանի օրվա ընթացքում Իսպանիայում արդեն երկրորդ երկաթուղային վթարն է։ Ադամուս քաղաքի մոտակայքում հունվարի 18-ի երեկոյան արագընթաց գնացքը դուրս էր եկել գծերից եւ բախվել հանդիպակաց մեկ այլ գնացքի։ Վթարի հետևանքով զոհվել էր առնվազն 39 մարդ, շուրջ 170-ը վիրավորվել։ Իսպանիայի տրանսպորտի նախարարի խոսքով շատ տարօրինակ է, որ գնացքը գծերից դուրս է եկել երկաթգծի ուղիղ հատվածում, որի վերանորոգման համար մայիսին հատկացվել էր 700 միլիոն եվրո։ Դիանա Գասպարյան, լուրեր։